Նկարիչում բարդորերից մեկն է։ Ուշադիր թող լինեն այն ծնողները, որոնք ծնվել են ցուլ եւ կարիճ առանցքում, այն զույգերը, ամուսինները, որոնք ծնվել են ցուլ, կարիճ այդ առանցքում, այդ օրերի մոտակայքում ծնվածները ամսի 12-ի մոտակայքում մի քանի օր առաջ, մի քանի օր հետ։ Ուշադիր եղեք գումարներ չկորցնելուց, որովհետեւ Ուրանն է այստեղ ցուլում,Ուրանը համացանց է, ձեր գաղտնաբառը, ձեր մուտքանունը մի տրամադրեք ոչ մի հարթակի։ Եվ ընդհանրապես այսպիսի մի կարևոր տեղեկատվություն եմ ստացել այդ ֆինանսական ոլորտի աշխատակցի մասնագետի կողմից, եթե դուք on-line հավելվածենում ունեք գրանցած ձեր քարտը, ապա այդ քարտի մեջ փորձեք պահել քիչ գումար, որովհետև հաքերները, այն մասնագետները, որոնք կարողանում են մուտք գործել համապատասխան համակարգեր, նրանք կարողանում են կոտրել այդ համակարգերը եւ այնտեղի գաղտնի բաժիններից կարող է արտահոս տեղի ունենալ եւ ձեր ֆինանսական այդ միջոցները հայտնվեն կավատների եւ հակերների ձեռքում։ Ուստի, եթե դուք on-line գնումներ եք կատարում, դրանց համար կարող եք առանձին քարտեր վերցնել կամ այդ քարտերը, որոնք ձեր տրամադրության տակ են, նրանց մեջ պահեք քիչ գումար, որպեսզի եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, կորուստները լինեն մինիմալ եւ ավելի քիչ։ Սիրելի հետևորդներ, ամսի 17-ի քարտեզն է բավականին հետաքրքիր։ Եթե մենք դիտարկում ենք, տեսնում ենք ամսի 17-ին արևը 27 աստիճան, ցուլի կենդանակերպում Ուրանն էլ 27-17 եւ 27-02 երեկոյան ժամերի դրությամբ արևը միանում է Ուրանին։ Եվ ինչն է հետաքրքիր, որՈւրանը շուտով անցնելու է երկորյակի կենդանակերպ եւ մոտավորապես 7 տարվա ցիկլ ունի երկորյակում։ Նա ճիշտ է կրկին հետ է դառնալու ցուլ, բայց երբ այն անցնի երկորյակի կենդանակերպ, իմացեք փոխվելու է բոլորիս կյանքը, փոխվելու է լրատվությունը, փոխվելու է համացանցը, ինֆորմացիայի հետ աշխատելիս պետք է լինենք ավելի տեղեկացված, ինչու որովհետև Ուրանն է,Ուրանը կբերի նորարարական այդ մեթոդներ, նորարարական մոտեցումներ, մանավանդՈւրանի դիրքը օդի կենդանակերպ, երկորյակի կենդանակերպ մեծ հնարավորություն կտա հենց օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածներին չենք մոռանում, չէ, որ Պլուտոնը արդեն իսկ նոյեմբերից ջրհոսի կենդանակերպում է, նա այնտեղ բավականին երկար ժամանակ է լինելու մինչև 2043 թվականը եւ մոտակա այս մեկ տարին 25 եւ 26 թիվը շատ կարեւոր է լինելու երկորյակ ջրհոս, ինչու է նաեւ կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար, բայց սիրելի հետևորդներ, նաեւ մեր քարտեզներում այդ կենդանակերպերը